Մերձավոր արևելյան տարածաշրջանում հակամարտությունների կաթսան շարունակում է եռալ։ Իսրայելի թեթև ձեռքով Լիբանանը կրկին դարձել է պատերազմական թեժ կետ։ Հրեական պետության օդուժը հրթիռակոծել է արաբական երկրի հարավային ու արևելյան շրջանները, թիրախավորելով բազմաթիվ բնակավայրեր։ Սա ամենամասշտաբային ու ինտենսիվ գրոհն է վերջին 66 օրվա ընթացքում։ Կան զոհեր ու վիրավորներ։ Թել Ավիվի պնդմամբ թիրախավորվել է ահաբեկչական որջը, մինչդեռ զոհվում է խաղաղ բնակչությունը։ Լիբանանի վարչապետը խիստ դատապարտել է երկրի հարավում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ էսկալացիայի խորացումը։ Իսրայելն ու Լիբանանը նոյեմբերի 27-ին համաձայնել էին դադարեցնել կրակը, բայց իսրայելական կողմը պարբերաբար խախտում է համաձայնագիրը։ Եվ չնայած իսրայելական զորքերը դուրս բերելու պարտավորությանը, Ցախալը դեռևս պահպանում է ներկայությունը Լիբանանում։ Իսրայելը թեժացնում է Լիբանանի հետ առճակատումը, չավարտելով Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը։ Նոր առավել ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու համար Ցախալը դարձյալ բռնի տեղահանում է 100 հազարավոր մարդկանց։ Անկլավում նորից սկսվել է ներքին գաղթը։ Նրանք մեզ հրամայեցին հեռանալ, մենք էլ դուրս եկանք։ Արդեն 20-րդ անգամ ենք տեղափոխվում։ Գնում ենք դեպի Ծովափ, ոտքով 15 կիլոմետր քայլել ենք։ Կիզիչ արևի տակ սոված ու հոգնած փախստականները անմարդկային տառապանքների ու չարչարանքի են ենթարկվում։ Երդվում եմ, սա մահ է, մենք մահանում ենք, մեզ անմիջապես սպանելը պակաս դաժան կլիներ։ Մենք հոգնել ենք, օգնություն են ուղարկել, բայց ձեր պարենը մեզ պետք չէ։ Պարզապես ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Ախր մենք կենդանի չենք, մարդ ենք։ Իսրայելական կողմը Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության շատ փոքր խմբականակ է թույլ տալիս։ Մինչդեռ ՄԱԿ-ի պնդմամբ անհրաժեշտ են հարյուրավոր բեռնատարներ։ Իսրայելի վարչակազմին չի հետաքրքրում պաղեստինցիների ճակատագիրը։ Բիբին բացահայտ խոսում է Իսրայելի էքսպանսիոնիստական նկրտումների մասին։ Մեր զինված ուժերն ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում, ոչնչացնելով Համասի ահաբեկիչներին։ Ամբողջ Գազայի հատվածը լինելու է Իսրայելի հսկողության տակ։ Ամբողջ անկլավը գրավելու համար Իսրայելը ոչ մի խոչընդոտի առաջ չի կանգնում։ Նոր ավիահարվածների տարափ, նոր ավերածություններ, տասնյակ զոհեր ու վիրավորներ, հիմնականում կանայք ու երեխաներ։ Բիբիի մտահոգությունը ոչ թե Գազայի տասնյակ հազարավոր զոհերն են, այլ Վաշինգտոնում սպանված երկու հրեաները։ Զուգահեռներ անցկացնելով Համասի ու նեոնացիստների միջև Իսրայելի վարչապետն ասել է, որ ազատություն Պաղեստինին կարգախոսը Հայլ Հիտլերի ժամանակակից տարբերակն է։ Նրանք ոչ թե պաղեստինյան պետություն են ուզում ստեղծել, այլ ուզում են վերացնել հրեական պետությունը, հրեա ժողովրդին, որն Իսրայելի հողում ապրել է 3500 տարի։ Իսրայելի վարչապետը եվրոպացի առաջնորդներին մեղադրել է սխալ կողմում լինելու համար։ Իսրայելի հարաբերությունները լարվել են նաև Կանադայի հետ, երբ Կանադայի վարչապետը Գազայում Թել Ավիվի գործողությունների համար սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել հրեական պետության դեմ։ Ցախալը կրակ էր բացել Գազայում գտնվող կանադացի երկու դիվանագետի հարևանությամբ, որից հետո Կանադայի արտգործնախարարություն էր կանչվել Իսրայելի դեսպանը։ Բիբիին քննադատում են ոչ միայն դրսից, այլև հենց երկրի ներսում։ Չեք պատկերացնի, թե որքան թույլ եք 1.5 տարվա պատերազմից 19,000 մանուկ սպանելուց, Գազայի 53,000 բնակչի սպանելուց հետո։ Ավերել եք բոլոր բուհերը, հիվանդանոցները, այս ամենից հետո որևէ քաղաքական հաղթանակ չեք կարող գրանցել։ Դրա համար էլ խելագարվում, գժվում եք։ Կնեսետում վարչակազմի հասցեին հնչեցրած սուր քննադատություններից հետո ընդդիմադիր պատգամավորին ուժով հեռացրել են տրիբունայից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։